Ողջույն բոլորին ընկերներ եւ բարի գալուստ Factory։ Մենք շարունակում ենք մեր Revit BIM ծրագրի on-line դասընթացների շարքը եւ շարունակում ենք եւ ավարտում ենք մեր մոդելավորման, մեր մենատան մոդելավորումը։ Քանի որ սա արդեն մեր մենատան 10-րդ տեսահոլովակն է, 10-րդ դասընթացն է եւ մենք խոսել ենք բոլոր հիմնական գործիքների մասին եւ ֆունկցիաների մասին, որոնք անհրաժեշտ են ձեզ սկսելու համար ձեր նախագիծը, նման փոքրիկ նախագծեր, ինչ որ միջին նախագծեր, այսինքն այն ինֆորմացիան, որը մենք ձեզ այստեղ տվել ենք, դրանք բավարար են, որպեսզի դուք սկսեք աշխատել Revit-ում շատ հանգիստ, իսկ մնացած ավելի բարդ ֆունկցիաները, ավելի կոմպլեքս ֆունկցիաները Revit-ի մենք արդեն կուսումնասիրենք համապատասխանաբար ավելի բարդ նախագծերի վրա։ Դրանք կլինեն ինչ որ օֆիսային շենքեր կամ մեծ կոմպլեքսներ եւ այլն, բայց փոքրիկ մենատան մոդելավորման համար այս գիտելիքը լիովին բավարար է, որպեսզի դուք սկսեք աշխատել Revit-ում։ Հիմա մեր այսօրվա դասընթացի հիմնական թեմաները կլինեն ինչպես ստեղծել մեր legend-ները, կներեք հայերեն չեմ հիշում անվանումը, մենք կստեղծենք մեր legend-ները, այսինքն կտանք սենյակների գույներ, կստեղծենք նաև թղթերը, կստեղծենք ծավալաթերթեր եւ կտանենք ամբողջ գծագրերը դեպի տպագրություն։ Ինձ թվում է այս դասընթացը լիարժեք բավարար է, որպեսզի մենք փակենք, ծածկենք բոլոր այս թեմաները։ Ուրեմն չկորցնենք ժամանակ ու միանգամից սկսենք հենց սենյակների գունավորումից կամ legend-ների տեղադրումից։ Մենք արդեն տեղադրել ենք սենյակները, եթե դուք տեղադրել եք սենյակները ավել պակաս շատ լավ, բայց մենք ունենք մի քանի սենյակ, որը մեզ բավարար է սկսելու հասկանալ, թե ինչպես ենք տեղադրում legend-ները հենց սենյակների վրա։ Եթե դուք գնաք annotation-ի վերջում այստեղ կա color fill legend։ Դուք վերցնում եք color fill legend, ձեզ բերում է այսպիսի ինչ-որ նշան, որը դուք պետք է տեղադրեք։ Ենթադրենք մենք տեղադրում ենք այստեղ ներքևը։ Տեղադրելուց հետո ոչ մի բան տեղի չի ունենում, որովհետև ձեր legend-ները դեռ չեն ընդունում այն ինֆորմացիան սենյակներից, որ պետք է ընդունեն։ Այսինքն դուք պետք է վերցնեք եւ գնաք edit scheme, որտեղ դուք կարող եք Revit-ին ասել, որ ոչ թե ես ուզում եմ legend-ները ստանալ space-երից, որովհետև Revit-ում նաև գոյություն ունեն space հասկացությունը, բայց ես ուզում եմ իմ ինֆորմացիան, իմ legend-ները ես ստանամ սենյակներից ու փոխում ենք դնում եմ rooms։ Եվ այստեղ none-ի փոխարեն դուք պետք է ընտրեք։ Ես ուզում եմ legend-ները ստեղծվեն ըստ անունների, թե ըստ department-ների։ Հիմա քանի որ մենք չունենք department արժեքը մեր սենյակների մեջ, մենք կարող ենք օգտագործել name։ Տեսեք, հենց դնում եք name, ձեր պատուհանում երևում է 3 տեսակի անուն կամ 3 անուն. room, մուտք, ննջասենյակ։ Եթե դուք ուշադիր լինեք ձեր նախագծի մեջ, կոնկրետ մեր նախագծի մեջ, մենք այդպես էլ ունենք։ Մենք ունենք ննջասենյակ, մուտք եւ մի քանի room։ Այսինքն բոլոր room-երը, այսինքն բոլոր այն սենյակները, որոնք կունենան 1 անուն, Revit-ը կխմբավորի 1 legend-ի մեջ։ Եկեք օրինակ անենք OK, տեսեք, միանգամից ստեղծվում են ձեր գույները ըստ սենյակների եւ դուք ունեք հիմա ձեր room legend-ը, որը դուք կարող եք վերցնել, տեղափոխել եւ ձեր սենյակի հետ, ձեր սենյակի, ոչ թե սենյակի, այլ ձեր տեսքի հետ տանել դեպի տպագրություն։ Բայց մենք ուզում ենք հիմա ոչ թե ըստ անունների, այլ ըստ համարակալման։ Դրա համար վերցնում ենք, անում ենք edit scheme նորից, բայց այստեղ խնդիրը նրանում է, որ մենք չունենք կատեգորիա ըստ սենյակների համարների, այսինքն մենք պետք է դա ստեղծենք։ Ինչ ենք անում, վերցնում ենք, անում ենք duplicate եւ տալիս ենք number, օրինակ։ Բայց դեռ number-ը աշխատում է սենյակների անուններով, այսինքն մեզ պետք է փոխել նրա ֆիլտրի ձևը։ Բացում ենք name եւ այստեղ color-ի դիմաց գտնում ենք number։ Այսա։ Եվ ասում ենք OK։ Տեսեք, միանգամից փոխվեցին ձեր գույները, ձեր legend-ները։ Եվ բնականաբար դուք կարող եք փոխել այստեղ title-ը, այսինքն room legend-ը դուք կարող եք գրել հայերեն, դնում եք number, ընտրում եք գույները, այսինքն կարող եք գալ հերթով ընտրել բոլոր գույները, անգամ դուք կարող եք solid fill-ի փոխարեն ընտրել ինչ-որ pattern, բայց մենք թողում ենք հիմա solid fill եւ անում ենք apply, անում ենք OK։ Տեսեք, այս դեպքում դուք կունենաք արդեն ձեր սենյակների համարները, ոչ թե անունները, եւ գույները այդպես էլ կդասավորվեն։ Սա հիմնականում գլոբալ առումով, թե դուք ոնց եք ստանում ձեր legend-ները սենյակների հետ վերաբերյալ։ Հիմա մենք ստացանք մեր legend-ները, բայց հիմա մեզ անհրաժեշտ է նաև ստանալ մեր ծավալաթերթ հասկացությունը։ Այսինքն մենք ստեղծեցինք մեր մոդելը
բոլոր կահույքները, պատերը, դռները եւ այլն, բայց հիշեք, որ Revit-ի ամբողջ իմաստը, նրա ամբողջ հզորությունը նրանում է, որ ոչ թե ստեղծեք 3D մոդել, այլ ստեղծեք 3D ինֆորմացիոն մոդել, որովհետեւ Revit-ի ամբողջ իմաստը նրանում է, որ նրանից ստանաք ինֆորմացիա, որը ձեզ պետք է շինարարության կամ հետագա նախագծման մեջ։ Եթե դուք Revit-ը օգտագործում եք միմիայն 3D մոդելավորման համար, օգտագործեք 3ds Max կամ ուրիշ ծրագիր, որովհետև Revit-ը դրա համար չի նախատեսված։ Դրա համար հիմա գնում ենք ծավալաթերթեր։ Գալիս ենք schedules, անում ենք աջ կլիկ, տեսեք։ Դուք ունեք մի քանի տարբերակ, թե ինչպես կարող եք ստեղծել ծավալաթերթեր։ New schedules and quantities դա ամենահիմնական ծավալաթերթ ստեղծելու ֆունկցիան է։ Մնացածը, եթե դուք ուշադիր լինեք, վերաբերվում են ձեր graphical column-ներին, ձեր նյութերին, այսինքն դուք կարող եք կոնկրետ անել ձեր նյութերի ծավալաթերթեր, take-off-ներ, ձեր sheet list, այսինքն երբ որ դուք ունեք ձեր տպագրության թղթերը, դուք ուզում եք ստանալ նաև ձեր տպագրության այդ թղթերի ցանկը, դուք նույնպես դրանց կարող եք անել schedule եւ եւս երկու ֆունկցիա, որոնց մենք հիմա չենք անդրադառնալու։ Մեզ հիմա հետաքրքրում է new schedule quantities։ Բացում ենք ու հիմա դուք պետք է ընտրեք այն կատեգորիան, այն էլեմենտները, որոնք դուք ուզում եք schedule անեք։ Բնականաբար այստեղ կլինեն շատ, համարյա բոլոր Revit-ի ֆունկցիաները, կատեգորիաները գտնվում են այստեղ։ Եկեք սկսենք դռներից։ Անում ենք doors եւ անում ենք OK։ Հիմա առաջի պատուհանում, տեսեք, դուք կունենաք մի քանի պատուհան, 5 պատուհան, fields, filter, sorting եւ այլն, որոնց մենք կանդրադառնանք, բայց առաջինում fields-ում դուք պետք է ընտրեք թե դռների հետ կապված կոնկրետ ինչն եք ուզում անել schedule։ Դա կլինի նրա family-ն կամ family type, այսինքն նրա անունները, դա կլինի լայնություն, բարձրություն, հաստություն, ամեն ինչ, այսինքն այն բոլոր պարամետրերը, որոնք ունի ձեր դուռը, դուք կարողանում եք անել schedule։ Գնում ենք, սկսում ենք family-in type-ից, հետո փորձենք գտնել նրա լայնությունը, width, բարձրությունը, եւ կարող ենք փորձել անել marker-ը, այսպես։ Տեսեք, եւ անում ենք OK, այսքան մի բան։ Միանգամից կստեղծվի ձեր ծավալաթերթը ձեր schedule-ներում, դուք կարող եք բացել, տեսնել door schedule, մենք նաև ունենք room schedule, բայց հիմա եկեք կենտրոնանանք դռների վրա։ Control-ը պահած դուք կարող եք մոտեցնել եւ հեռացնել ձեր schedule-ները, եւ եկեք մի քիչ բաց անենք, որպեսզի տեսնենք ամբողջ անունը, եւ սա է ինֆորմացիան, որը դուք հիմա ունեք ձեր schedule-ներում։ Այսինքն family-in type-ում դուք տեսնում եք ձեր դրան բոլոր family-ները, որոնք դուք օգտագործել եք, նրանց անունները, նրանց չափսերը եւ նրանց mark ինֆորմացիան։ Եվ Revit-ի schedule-ների մյուս հզոր գործիքը նրանում է, որ դուք անգամ schedule-ներում կարող եք ավելացնել ինֆորմացիա։ Օրինակ դուք գիտեք, որ այս դուռը, սա մեր ապակե դուռն է, ինքը ունի mark ինֆորմացիա։ Անպայման չի, որ ես գնամ մոդելի մեջից, ընտրեմ դուռը եւ ավելացնեմ այդ ինֆորմացիան։ Ես կարող եմ գալ այստեղ անել 10։ Վերջ այդ ինֆորմացիան թարմացավ արդեն մոդելում։ Եվ հիմա, երբ որ ես գնամ օգտագործեմ tag այս կոնկրետ դուռը մարկերովկա անելու համար, ենթադրենք օգտագործելով mark պարամետրը, 12-ը միանգամից այնտեղ կերևա։ Հիմա, որպեսզի ավելացնեք բաժիններ եւ պակասեցնեք, նորից օգտագործում եք այստեղից fields-ը։ Գալիս եք fields եւ ավելացնում եք ինչ-որ ինֆորմացիա, որը ուզում եք տեսնել ձեր schedule-ում։ Օրինակ thickness։ Բերում ենք։ Տեսեք, սա կլինի ձեր thickness-ը։ Դիրքերը փոխելու համար հերթականությունը։ Սա գալիս է fields-ից, այսինքն եթե ես ուզում եմ thickness-ը տեսնեմ ամենավերևը, ես նրան ուղղակի բարձրացնում եմ վերև։ Անում եմ OK։ Thickness-ը կգա դիմաց։ Սա ինչպես որ մենք կառավարում ենք կոպիտ ասած մեր schedule-ների ինֆորմացիան։ Ինչն է գալիս, ինչն է մնում, այսինքն դուք եք ընտրում։ Մնացած այստեղ բոլոր պարամետրերը, որոնք դուք կարող եք տեսնել վերևում, նրանք հիմնականում ոնց որ աղյուսակը կառավարելու վրա են հիմնված։ Օրինակ, դուք ուզում եք տեսնել, թե այս դուռը կոնկրետ մոդելում որտեղ է գտնվում։ Դուք կարող եք ընտրել էլեմենտը, գալացել highlight in a model։ Եվ տեսեք, Revit-ը ձեզ միանգամից ցույց կտա, թե որտեղ է այս էլեմենտը, այսինքն այդ ֆունկցիան ձեզ օգնում է, երբ որ դուք ունեք ինչ-որ տարօրինակ էլեմենտ ձեր schedule-ներում, ու դուք ուզում եք հասկանալ, թե որտեղ է այդ էլեմենտը եւ որտեղից է նա գալի, դուք ընտրում եք
տողը անում եք highlight in a model եւ Revit-ը ձեզ ցույց է տալիս այդ էլեմենտի տեղը։ Freeze header-ը, delete, hide, resize եւ այլն, այս բոլորը վերաբերվում են ձեր աղյուսակին կառավարելուն։ Այսինքն սրանք թողնում եմ ավելի շատ ձեզ վրա, ուսումնասիրեք, եթե կլինեն ինչ-որ հարցեր, անպայման դիմեք մեզ։ Հիմա հասկացանք fields-ը ինչպես է աշխատում։ Հաջորդը դա filter-ն է։ Այսինքն, երբ որ դուք ունեք շատ մեծ ցանկ schedule-ի, դրանք կարող են լինել հարյուրավոր տողեր, բնականաբար դուք սկսում եք օգտագործել filter-ներ, որպեսզի ստանաք կոնկրետ այն ինֆորմացիան, որը ձեզ պետք է այդ schedule-ից։ Հիմա filter-ը ես կարող եմ բացել ու տեսեք, որ ես կարող եմ իրենց filter անել ըստ կատեգորիաների կամ ըստ պարամետրերի։ Հիմա, օրինակ ես գալիս եմ, ընտրում եմ width-ը եւ ստեղ ասում եմ equal կամ ուրիշ ինչ-որ պարամետր, այսինքն հավասար, ոչ հավասար, ավելի մեծ է եւ այլն, ես ասում եմ equal 800-ի, որով ես Revit-ին ասում եմ, որ filter արա միայն այն դռները, որոնց width պարամետրը հավասար է 800-ի։ Ասում եմ OK։ Եվ կմնան միայն այն դռները, որոնց width-ը 800 mm է կամ 800 արժեք է։ Եթե ես filter-ում վերադառնանք filter, ասեմ օրինակ doesn't equal to 800, այսինքն հավասար չեն 800-ի, կմնան այն դռները, որոնց width-ը հավասար չի 800-ի։ Եվ filter-ում բոլոր գտնվող այս պարամետրերը կամ ֆունկցիաները աշխատում են նույն ձև։ Եթե դուք ասեք is less than 800, այսինքն ավելի քիչ է, քան 800-ը, կմնան 800-ից պակաս դռները։ Եվ այսպես շարունակ։ Նույնը դուք կարող եք անել մնացած բոլոր պարամետրերի, նույնը մարկին, բարձրությանը, հաստությանը։ Եվ բնականաբար դուք կարող եք ավելացնել մի քանի հատ։ Օրինակ դուք ուզում եք ասել, որ width-ը լինի 800 եւ բարձրությունը լինի 2000։ Անում ենք OK, տեսեք, եղավ 2 հատ ֆիլտր, մենք ունեցանք միայն 800 անգամ 2000 mm չափսերով մեր դռները։ Այսպես են աշխատում ֆիլտրները, ու դուք կարող եք ունենալ ինչքան որ այստեղ տեղ կա։ Կարող ենք հիմա իրանց անել none, հաջորդը sorting and grouping-ն է։ Այսինքն, եթե ֆիլտրում դուք առանձնացնում եք կամ ֆիլտր եք անում այն էլեմենտները, որոնք դուք ուզում եք տեսնել, sorting-ում ու grouping-ում դուք խմբավորում եք։ Դուք այսինքն hide չեք անում, դուք չեք թաքցնում ինչ-որ ինֆորմացիա, դուք isolate չեք անում ինչ-որ ինֆորմացիա, դուք ուղղակի խմբավորում եք sorting-ում այդ ինֆորմացիան։ Հիմա sorting-ում ամեն ինչ անջատված է, եկեք անենք OK, որպեսզի ամբողջ ինֆորմացիան հետ գա եւ գնում ենք sorting and grouping։ Հիմա նորից պետք է բացենք եւ ինքը միանգամից մեզ տալիս է այն պարամետրերը, որոնցով ինքը ուզում է մենք խմբավորենք։ Այսինքն, ինչքան վերևից դուք սկսում եք, այսինքն առաջի տողը, դա համարեք ձեր առաջնահերթությունն է։ Եթե ես այստեղ սկսեմ օրինակ նրանց խմբավորել width-ով, անել OK, տեսեք, ամեն ինչ կխմբավորվի ըստ լայնության։ Սկզբում 700-ները, հետո 800-ները, 810 եւ այլն։ Հետո արդեն, եթե դուք անեք երկրորդը, գաք օրինակ ասեք բարձրությունով կամ մարկով, սա արդեն երկրորդական sorting է։ Այսինքն պետք է հիշեք, երբ որ դուք սկսում եք խմբավորել, առաջի sorting-ը, որը դուք կօգտագործեք, դա ձեր առաջնային sorting-ն է, որը հաղթում է մնացածին։ Այսինքն երկրորդում, երրորդում, չորրորդում օգտագործված sorting-ը չի կարող խախտել առաջինին։ Սա հիմնական է մնում։ Դրա համար, երբ որ սկսեք զբաղվել sorting-ով, հիշեք այս նրբության մասին, որ Revit-ը շարժվում է այստեղ վերևից ներքև։ Հիմա սա դնենք none, տեսեք, մենք կարող ենք դնել ոչ թե աճելու, այլ նվազելու ուղղությամբ, անել OK, սկսի արդեն վերևից ներքև, մեծից փոքր, այսինքն գնում ենք sorting and grouping, այստեղ ունենք header, այսինքն դուք կարող եք ավելացնել, տեսեք, header-ներ, ամեն մի կատեգորիայի համար Revit-ը կփորձի խմբավորել նա ըստ ձեր պարամետրի, որը դուք տվել եք, մենք տվել ենք width-ով, լայնությունով, ինքը խմբավորում է լայնությունով, սա 700-երի խումբն է, 800-երի խումբը եւ այլն։ Գնում ենք sorting, կարող եք անել footer, եւ footer-ում դուք կարող եք ընտրել
title count totals, title and totals եւ այլն։ Եկեք փորձենք առաջինը, որպեսզի հասկանանք ինչա կատարվում։ Եվ անում ենք OK։ Տեսեք, միանգամից ամեն տողի ներքևում հայտնվում է 700, այսինքն այս անունը, with-ի անունը, ձեր այն պարամետրի անունը կամ արժեքը, որը դուք օգտագործում եք sorting-ի համար, ու քանակը, քանի հատ կա այդ էլեմենտից։ Ունենք 5 հատ, ունենք 8 հատ եւ այլն եւ այլն։ Բայց այս տեսքը շատ դեպքերում այդքան էլ հարմար չի, այսինքն sorting-ի, grouping-ի իմաստը նրանում է, որ դուք նաեւ վիզուալ ստանաք այն, ինչ ուզում եք։ Շատ քիչ հավանական է, որ դուք խմբավորեք ձեր դռները այսպես։ Հիմա ինչ ենք անում։ Եթե դուք փոխեք օրինակ դնեք totals only, անել OK, տեսեք, ոչ մի բան տեղի չի ունենա, որովհետև կմնան նորից ձեր 700-ները, 800-ները եւ այլն, այսինքն ձեր անունները խմբավորման, բայց այդ totals only, այսինքն ընդհանուր է total-ը, դուք չեք տեսնում։ Ինչի, որովհետև անգամ schedule-ներում կան ֆունկցիաներ, օրինակ total-ների նման, որ դուք պետք է միացնեք, որ նրա հաշվարկը սկսի, այսինքն հաշվարկի այդ աշխատանքը սկսվի կատարվել։ Այդ ամեն ինչը գալիս է formatting-ից։ Այսինքն formatting-ից կլինեն բաներ, որ անջատված են ու դուք պետք է նրանց միացնեք։ Օրինակ, մենք աշխատում էինք with-ի հետ։ Մենք կարող ենք գալ ընտրել with-ը եւ տեսնել կոնկրետ այն ինչ կատարվում է այս պարամետրի հետ։ Նրա դիրքը, նրա տեսքը, նրա անունը եւ այլն եւ ամենավերջում գոյություն ունի, տեսեք, այս no calculation։ Բացում եք, տեսեք։ Մեր totals only-ն չէր հաշվարկվում, որովհետեւ կոնկրետ այս պարամետրի համար դրված էր no calculation։ Հիմա ես կարող եմ գամ ու ասեմ calculate totals, ու ասեմ OK։ Տեսեք, այս դեպքում հաշվարկվեց իմ with-ի ընդհանուր արժեքները։ Այսինքն 700 գումարած 700 եւ այլն, ստացանք այսպես թվեր ամեն տողի համար։ Օրինակ, գնում ենք մենք sorting and grouping եւ ասում ենք grand totals։ Եվ grand totals-ը տալիս ենք էլի totals only։ Եվ ասում ենք OK։ Տեսեք, նման դեպքում դուք կունենաք ամենամեծ այն մաքսիմումը, որ ունեք։ Բայց հիմա եկեք հասկանանք, թե ոնց անենք, որպեսզի ստանանք այդ այսպիսի մեծ թվեր, այլ քանակը, թե քանի հատ դուռ ունենք մենք։ Դրա համար վերադառնում ենք նորից sorting and grouping։ Տեսեք, բացի totals only, այստեղ գոյություն ունի նաև count and totals։ Այսինքն, երբ որ դուք փորձում եք գտնել ինչ-որ կոնկրետ ինֆորմացիա, միշտ ուշադիր եղեք, թե դուք ֆիլտրացիայի կամ sorting-ի ինչ ֆունկցիաներ ունեք։ Եթե անգամ ինչ-որ բան չի հաշվարկվում, այսինքն դրված է no calculation, դա չի նշանակում, որ count and totals այդ հարցը չի լուծի, որովհետև count նշանակում է քանակը։ Հիմա եթե մենք տալիս ենք count and totals, անում ենք OK, տեսեք, մենք ստանում ենք 1 հատ այս դռնից, 5 հատ այս մի տեսակի դռնից եւ այլն եւ այլն։ Հիմա ավելի լավ դասավորելու համար կարելի ասել, դուք կարող եք grand totals-ը գալ դնել count and totals, անել OK, եւ տեսեք, դուք կունենաք ընդհանուր այդ ձեր թիվը 17 հատ դուռ։ Revit-ի ծավալաթերթերի մյուս բացասական, երևի թե բացասական կողմը նա է, որ նա ունի վիզուալ առումով շատ ֆունկցիաներ։ Այսինքն, եթե այս 17-ը տեսեք, ես ուզում եմ այստեղ տող ավելացնել, գրել, չգիտեմ, count կամ totals, այսինքն իմ ընդհանուր դռների քանակը, դիմացը դնեմ 17 եւ այլն, նման ֆունկցիաներ Revit-ը չունի այս բանին։ Այսինքն ինքը շատ լավ կարդում է ինֆորմացիան, ինքը կարդա ձեր մոդելի գրեթե ցանկացած ինֆորմացիա եւ քանակ, բայց վիզուալ առումով դեռ կան ինչ-որ բացեր։ Դրա համար օրինակ նախընտրվում է, որ դուք չդնեք header, կարող եք անգամ footer չդնեք, եթե չեք ուզում առանձին տեսնել, կամ կարող եք թողնել footer-ը եւ անել OK։ Ունենալ այսպես, ենթադրենք, այս դռնից մի հատ, սրանից 8 հատ, 5 հատ եւ ընդհանուրը 17։ Սա թե դուք ինչպես եք ստանում եւ ֆիլտրում ինֆորմացիան, նույն ինչ վերաբերում է formatting-ից, այսինքն կոնկրետ ինչ-որ բաներ պարամետրերի հետ կապված ֆունկցիաներ, դուք կարող եք անել formatting-ից։ Եվ գալիս է վերջին appearance։ Appearance-ում դուք վիզուալ առումով եք փոխում ձեր գծերի, ձեր աղյուսակի եւ տեքստի ձևը։ Դա կլինի գույն, գծի հաստություն եւ այլն, ինչ որ տեքստի մեծություն, տեսեք, title-ը սա ձեր door schedule-ն է,
Header text-ը դրանք ձեր բոլոր այս անուններն են, body text-ը արդեն ձեր ինֆորմացիան է, որը կա ձեր schedule-ի մեջ հենց, այսինքն դուք կարող եք գալ առանձին այս ամեն ինչը փոփոխել, բայց հիշեք, որ scheduling-ի ամբողջ հզորությունը դա ոչ թե նրա վիզուալն է, այլ ունակությունը կարդալ ինֆորմացիա։ Մենք դեռ հնարավորություն կունենանք ավելի խորը խոսալ scheduling-ի մնացած ֆունկցիաների մասին, որովհետև նրանք ուղղակի գժական ֆունկցիաներ ունեն, բայց այսքանը նորից ձեզ բավական է, որպեսզի դուք սկսեք schedule անեք ձեր մոդելը, ձեր էլեմենտները։ Նույն ձև դուք գալիս եք անում եք new schedule, գտնում եք ենթադրենք պատերը, ընտրում եք կոնկրետ ինչն եք ուզում դուք schedule անեք, family type նորից, width-ը, նրա բարձրությունը, length-ը եւ այլն եւ այլն։ Եվ դուք միանգամից ստանում եք այն ամենը, ինչ ձեզ անհրաժեշտ է։ Հավատացեք, Revit-ում կարելի է ստանալ ձեր մոդելից 99%-ով ցանկացած ինֆորմացիա։ Պետք է ուղղակի լավ փնտրել։ Հիմա հասկացանք, թե ինչպես են աշխատում schedule-ները, հասանք մեր թղթերին եւ տպագրությանը։ Ինչպես ենք ստեղծում այդ թղթերը եւ տպագրությունը։ Թղթերը գտնվում են այստեղ, sheets, գալիս ենք, անում ենք new sheet, վերցնում ենք հիմա միայն A1 թուղթը, որովհետև միայն դա մենք ունենք, եւ անում ենք OK։ Սա կտա Autodesk-ը ձեզ կտա այս թուղթը, որի վրա մենք կսկսենք հիմա տեղադրել մեր գծագրերը։ Եթե ընտրեք ձեր list-ը, այսինքն ձեր թուղթը, պետք է հիշել, որ անգամ ձեր թուղթը դա family է։ Դուք կարող եք double click անել կամ անեք edit family, մտնեք եւ family-ի մեջից փոփոխել ձեր թուղթը։ Մենք անցնենք դա մյուս դասընթացներին։ Հիմա վերցնում ենք մեր թուղթը եւ sheet name-ը կարող ենք փոխել դնել, չգիտեմ, եկեք դնենք factory։ Եվ դուք միանգամից կտեսնեք, որ ավտոմատ այստեղ փոխվում է ձեր list-ի վրա դա փոխվում է։ Որովհետեւ երբ որ դուք նայում եք ձեր properties-ի մեջ, կան կոնկրետ ինչ-որ ինֆորմացիա, ենթադրենք հաստատված է ում կողմից, գծագրված է, ստուգված է, հեղինակները, checker-ը եւ այլն, այդ ամբողջ ինֆորմացիան, որը կա այստեղ ձեր properties-ում, կա նաեւ ձեր շտամպում, որ դուք կարող եք ստեղծել, դուք կարող եք եթե դուք ունեք ձեր կազմակերպության շտամպը, դուք կարող եք այն ստեղծել Revit-ում եւ ունենալ նույն պարամետրիկ մեթոդները եւ անգամ ավելի շատ։ Բայց հիմա եկեք հասկանանք, թե ինչպես ենք տեղադրում գծագիրը թղթի մեջ։ Ենթադրենք բերում ենք մեր հարկ 1 կահավորումը, վերցնում ենք եւ բերում ենք։ Տեսեք։ Ու click։ Այսպես։ Երբ որ դուք տեղադրում եք ձեր գծագիրը թղթի մեջ, եթե դուք դեռ չեք օգտագործել crop region, այդ դեպքում ձեր տեսքը ամբողջությամբ կգա ձեր թղթի վրա։ Դրա համար թուղթ բերելուց առաջ միշտ օգտագործեք crop region, այսինքն եկեք միացրեք crop region frame-ը, իրան փոքրացնեք, պահեք միայն այն կտորը, որը դուք ուզում եք բերել, ենթադրենք այսպես, տվեք նրան view template եւ նոր բերեք իրան list օրինակ։ Հիմա եթե մենք գնանք մեր թուղթ, տեսեք, կստացվի այսպես ինչ-որ բան։ Ես կարող եմ անել double click, մտնել գծագրի մեջ եւ գծագրի մեջից անջատել մեր crop region frame-ը, որպեսզի ես չունենամ այդ շրջանակը եւ double click-ով ուղղակի դուրս գամ նրա տեսքից։ Հիմա ես կարող եմ նրան բերել, բարձրացնել, այսպես, սա գալիս է ձեր գծագրի հետ, այսինքն հիմա ես կարող եմ սա վերցնել, բերել դնել այստեղ օրինակ, կլինի մեր հարկ 1 կահավորումը, ես կարող եմ ընտրել գծագիրը եւ փոքրացնել սա, այսինքն այդքան կարևոր չէ եւ տեսեք, գալիս է նաեւ անունը, գալիս է նաեւ մասշտաբը։ Հիմա երբ որ ես ընտրեմ ու փորձեմ նրան մեծացնել, 100, տեսեք, միանգամից կփոքրանա նաեւ ձեր մասշտաբը այստեղ։ Անունը կփոքրանա, ձեր գծագիրը կփոքրանա եւ դուք ընդհանրապես պետք է վերցնեք եւ նրան տեղադրեք այստեղ։ Եվ հիմա ձեր թղթում, եթե դուք բաց անեք թղթերի ցանկը, դուք կտեսնեք, որ A101 factory թղթում գտնվում է այս տեսքը կամ գծագիրը։ Հիմա բերում ենք մեր schedule-ները։ Ենթադրենք door schedule-ը, վերցնում ենք եւ բերում տեղադրում ենք այստեղ, տեսեք։ Սա եղավ իմ դռների ցանկը, որը բնականաբար ես կարող եմ մի քիչ ավելի ձևափոխել, տեսեք, դարձնել այսպես։
Ես կարող եմ միանգամից գնալ իմ schedule-ներում անեմ ինչ-որ փոփոխություններ, որը միանգամից կթարմանա ձեր լիստում։ Այսինքն դուք կարիք չունեք ամեն անգամ թարմացումից հետո լիստը տանել, բերել։ Դա ոնց որ Revit-ի ուժեղ կողմերից է։ Եվ որտեղ են գտնվում մեր legend-ները, որը մենք ստեղծեցինք, եթե ես փորձեմ գտնել սենյակներում, okay։ Մենք գնում ենք նորից list ու բերում ենք հարկ 1 սենյակները, տեսեք։ Նորից կա crop region-ի խնդիր, ես կարող եմ մտնել գծագրի մեջ, միացնել crop region-ը, նրան փոքրացնել, այսենց, տեսեք։ Ես կարող եմ իմ legend-ները վերցնել, բերել դնել այստեղ եւ ավելի փոքրացնել։ Դուրս գալ, վերցնել, ենթադրենք փոխենք մասշտաբը դնենք 1:100 եւ բերում տեղադրում ենք այստեղ։ Տեսեք, անգամ snap-երը աշխատում են նաեւ թղթերում։ Նորից վերցնում եմ սա, դնում եմ նույն գծի մեջ, ընտրում եմ իմ գծագիրը եւ բերում եմ այսպես։ Մտնում եմ գծագրի մեջ եւ անջատում եմ frame-ը։ Այսպես դուք բերում եք ձեր գծագրերը ձեր թղթերի վրա։ Revit-ի մյուս կողմը թղթերի նրանում է, որ եթե դուք ստեղծեք նորը, մյուս թղթի վրա, երկրորդ թղթի վրա դուք չեք կարող տեղադրել նույն գծագիրը։ Հիմա եթե ես փորձեմ հարկ 1 կահավորումը բերել դնել նույն թղթի վրա, այսինքն ուրիշ թղթի վրա, Revit-ը ձեզ կտա զգուշացում, որ կոնկրետ այդ գծագիրը գտնվում է այս թղթի վրա։ Սա ձեզ կարելի ասել հետ է պահում ինչ որ սխալներ կատարելուց, երբ որ դուք կփորձեք մի գծագիրը տեղադրել տարբեր թղթերի վրա։ Մենք հաջորդ դասընթացներում, մյուս դասընթացներում կհասկանանք, թե ոնց կարելի է նման խնդիրներ լուծել։ Բայց հիմնական իդեան կոնցեպտը Revit-ի նրանում է, որ ինքը ձեզ թույլ չի տալիս ունենալ մի տեսքը, ոչ թե մի գծագիր, այլ մի տեսքը երկու տարբեր թղթերի վրա։ Վերադառնում ենք այստեղ։ Նույնը դուք անում եք նաև ճակատների հետ։ Օրինակ այստեղ բերում եք ձեր ist-ը, տեսեք, տեղադրում եք, չգիտեմ, նորից անում ենք crop region, նրան այսպես փոքրացնում ենք, պահում ենք միայն այն ճակատի կտորը, որը մեզ անհրաժեշտ է, այսենց, նորից հանում ենք մեր շրջանակը, կարող ենք ընտրել եւ փոխել նրա մասշտաբը, ենթադրենք 1:50 եւ նրան բերում տեղադրում ենք այստեղ։ Դուրս են գալիս, ընտրում ենք գծագիրը, սա փոքրացնում ենք եւ բերում ենք։ Այսպես։ Եվ նման ձև դուք ստեղծում եք ձեր լիստը, տեղադրում եք ձեր գծագրերը եւ այլն եւ այլն։ Սա շատ կարճ եւ հակիրճ այս workflow-ն, թե դուք ինչպես եք կատարում այս գործողությունները։ Բնականաբար մենք ավելի ծավալուն կխոսանք մյուս դասընթացներում, թե ինչպես ավելի ճիշտ կազմակերպել մեր թղթերը, ինչպես ավելի ճիշտ պատրաստել գծագրերը, որպեսզի բերենք թղթերի վրա եւ այլն եւ այլն, բայց նորից սա այն հիմնական ինֆորմացիան է, որ ձեզ պետք է սկսել ինքներդ բացահայտելու Revit-ի այս ֆունկցիաները։ Հիմա ինչ վերաբերում է տպագրությանը, գնում ենք ենթադրենք այս թուղթ, անում ենք control print եւ տպագրությունը աշխատում է ինչպես բոլոր ծրագրերի մեջ։ Այսինքն ես հիմա պետք է տանեմ նրան PDF, անում եմ Microsoft Print to PDF։ Ես այստեղ կարող եմ ընտրել combine multiple selected views or sheets, այսինքն եթե դուք ունեք մի քանի list կամ մի քանի view, որը միանգամից տպում եք, ինքը ձեզ հարցնում է ես բոլոր այդ տեսքերն ու լիստերը խմբավորեմ որպես մի ֆայլ, թե երկրորդ տարբերակով դուք կարող եք ասել, որ ոչ, ամեն թուղթը թող լինի առանձին PDF, կամ ամեն տեսքը կարող լինել առանձին PDF։ Այստեղ print range-ում շատ կարևոր է։ Դուք ունեք 3 տարբերակ, թե ինչպես եք տպագրում ձեր թուղթը կամ ձեր տեսքը։ Դուք կարող եք ասել current window, այսինքն կոնկրետ այս պատուհանը ընդամենը։ Տեսեք, կարող անեմ preview, okay, կունենա այսպիսի ինչ-որ մի տեսք։ Դուք կարող եք գալ control print, ասել visible portion of current window եւ անել preview։ Ունենաք նման մի տեսք, այսինքն կոնկրետ այն տեսանելի մասը, որը դուք կարող եք տպագրել, եւ վերջինը դա selected views and sheet, այսինքն ընտրելով կոնկրետ լիստերը, թղթերը կամ կոնկրետ տեսքերը։ Անում եք selected,
մենք թողնում ենք միայն թղթերը եւ ընտրում ենք այս մեկը։ Անում ենք OK։ Հիմա գնում ենք setup, որը եւս շատ կարեւոր է նաեւ setup-ում հասկանալ, թե ինչ է կատարվում։ Setup-ում որակը միշտ դրեք presentation, որպեսզի այն լինի բարձր որակի, vector եւ raster դա արդեն ձեզ վրա է, թե ինչպես դուք կորոշեք այն տպագրել, portrait and landscape, գույնը նորից ձեր վրա է, եւ այստեղ կա շատ մի կարևոր ֆունկցիա, որը պետք է միշտ հիշեք։ Եթե դուք փորձում եք տպել մասշտաբով, այսինքն եթե դուք տպագրում եք 1:100 կամ 1:50 ընդհանրապես մասշտաբով, մի օգտագործեք fit to page-ը, որովհետեւ fit to page-ը գցելու է ձեր գծագիրը մասշտաբից, միշտ։ Դրա համար, երբ որ դուք արդեն տպագրում եք կոնկրետ ճիշտ աշխատանքային գծագրեր կամ այլ գծագրեր, օգտագործեք zoom-ը։ Եվ սա դրեք center, որպեսզի ձեր թուղթը, ձեր գծագրերը մնան կենտրոնում, նրանք հանկարծ աջ-ձախ չշարժվեն։ Բայց երբ որ դուք դնում եք zoom, համապատասխանաբար ձեր թուղթը պետք է համապատասխանի իրականությանը։ Այսինքն, եթե մենք հիմա աշխատում ենք A3-ի A1-ի վրա, դուք պետք է գաք ստեղից գտնեք ձեր A1 թուղթը, որպեսզի դուք կարողանաք տպագրել նրան A1-ի վրա։ Երբ որ դուք թողնում եք fit to page, տեսեք, անենք OK, տպագրում ենք, տեսեք, fit-ում կլինի այսպես մի տեսք, որը բնականաբար ձեր մասշտաբից ընկած է։ Դրա համար, երբ որ դուք կսկսեք աշխատել, կսկսեք տպագրությամբ զբաղվել եւ այլն, անպայման control print-ից setup-ը դրեք zoom եւ դրեք center եւ ճիշտ ընտրեք ձեր թուղթը։ Հիմա քանի որ այս PDF-ում ես հնարավորություն չունեմ օգտագործելու A1, եթե դուք ունեք ուրիշ PDF-ի plugin-ներ կամ դուք ունեք ուրիշ հենց իրական ինչ-որ տպագրիչ սարք, որը ունի A1 թուղթ տպագրելու ունակություն, այդ A1-ը կլինի այստեղ։ Դուք ուղղակի նրան կընտրեք եւ կտպագրեք։ Այսքանն էր մեր այսօրվա դասընթացը, մենք շատ արագ, շատ հակիրճ փորձեցինք ավարտել այս մենատան մոդելավորումը, մենք անպայման շատ ավելի մանրամասն կանդրադառնանք եւ ծավալաթերթերին, կանդրադառնանք եւ լիստերին, եւ տպագրություններին, թե ինչպես կոնկրետ իրավիճակներում իրենց ոնց ենք տպագրում, բայց սա այն հիմնական բազային ինֆորմացիան էր, որ ձեզ կօգնի, այսպես ինչ-որ օգնություն կլինի, որ դուք սկսեք օգտագործել Revit-ը կամ կլուծի ինչ-որ խնդիրներ ձեզ համար։ Բնականաբար մենք ունենք հələ շատ բան իրար հետ Բնականաբար մենք ունենք դեռ շատ ինֆորմացիա իրար հետ քննարկելու եւ սովորելու, դա կլինի կոնկրետ շտամպեր սարքելը, կոնկրետ ինչ-որ պարամետրեր, shared պարամետրեր սարքելը, որոնք մենք կարող ենք նախագծից նախագիծ տանել եւ այլն, բայց սա սկիզբն էր։ Ես հուսով եմ, որ այս 10 դասընթացները մենատների մոդելավորման ձեզ հետաքրքիր եւ օգտակար եղան։ Սա մի ֆորմատ էր, որ մենք ընտրեցինք այն հույսով, որ ավելի հետաքրքիր կլինի, քան ուղակի դաս առ դաս կոնկրետ թեմաներ ուսումնասիրելը, երբ որ մենք փորձում ենք խնդիրները լուծել կոնկրետ ինչ-որ իրավիճակի վրա, այլ ոչ թե ուղակի ուսումնասիրում ենք թեմաներ։ Դրա համար մեզ շատ կարևոր է ձեր կարծիքը, ձեր feedback-ը, թե որտեղ մենք թերացանք, որտեղ ինչ-որ պակաս ինֆորմացիա եւ ֆունկցիաներ բացատրեցինք, որպեսզի մենք հաջորդ դասընթացներում այդ բացը լրացնենք։ Շնորհակալություն մեզ հետևելու համար, շնորհակալություն մեր տեսալովակները դիտելու համար, ձեզ ուրախ նոր տարի եմ մաղթում եւ ամենայն հավանականությամբ կհանդիպենք մյուս տարի արդեն։ Դե ինչ, մինչ հաջորդ հանդիպում։